Խաղը երեխաների զարգացման հիմնական միջոցն է։ Տարիների ընթացքում փոխվել են խաղի ձևերն ու խաղալիքները։ Գնդակն ու պարանը հիմա փոխարինվել են համակարգչային խաղերով։ Ծնողները, ուսուցիչներն ու հոգեբանները մեծ մասամբ բարձրաձայնում են դրանց վնասակար ազդեցության մասին, բայց համակարգչային խաղերը նաև դրական կողմ ունեն։ Սա ապացուցում են Game Changers ծրագրի մասնակիցները, որոնց համար համակարգչային խաղերը ոչ թե ժամանակ անցկացնելու, այլ տարբեր հարցերի մասին բարձրաձայնելու ու հայկական մշակույթն ամբողջ աշխարհում հասանելի դարձնելու միջոց են։ Ինչը որ փորձում ենք անել, փորձում ենք դրա հետ նաև ցուցադրել Հայաստանը, իր մշակույթը, կամ կարող է դա նույնիսկ հիմնանպատակը չլինի, բայց դրա միջոցով մենք նաև աշխարհին ծանոթացնենք մեր մշակույթի ու յուրահատկությունների հետ։ Առաջին անգամ որ մասնակցեցինք ծովինարի մասին խաղով, պատրաստել էինք Սասնա Ծռեր էպոսի հերոսուհու հիմքով, ճանապարհորդություններ 3 թե։ Ծրագրի մասնակից երիտասարդներն են խաղի հեղինակները։ Խաղային տեխնոլոգիաները զարգացնում են վերլուծական միտքը, միահյուսում տեխնոլոգիաներն ու արվեստը։ Այս ամենին երիտասարդները տիրապետել են 5 ամիս տևած առցանց ուսումնական process-ի ընթացքում։ Վերջնարդյունքը ստեղծած համակարգչային խաղերն են, որոնք տարբեր են, բայց մեկ թեմայի՝ կլիմայի փոփոխության շուրջ։ Մեր կերպարը, այսինքն խաղացողը, որոշակի փորձություններ հաղթահարելով կարողանում է փրկել մի ոչնչացող կենդանատեսակի, ու իմ կարծիքով ինքը կարող է լինել բոլոր տարիքային խմբերի համար, ինքը հիմնականում կարա մեծացնի մարդկանց մոտ այդ բնությունը կենդանիներին պահպանելու, նրանց չոչնչացնելու հակումը։ Խաղերի ստեղծման ոլորտը բարձր տեխնոլոգիական ոլորտում համարվում է ամենամիջդիսցիպլինարը, այսինքն բացի ծրագրավորողներից, ոլորտում նաև աշխատում են դիզայներներ, ոլորտում աշխատում են թեստերներ, ոլորտում աշխատում են 3D մոդելավորողներ, այսինքն 200-ից ավել մասնագիտացում կա այդ ոլորտում, որը իրեն շատ հետաքրքիր է դարձնում, եւ խաղերը համախմբում են թե արվեստը, թե տեխնոլոգիաները, թե գիտությունը։ We think, just like with modern technologies in general, Համաժողովի ընթացքում մենք համախմբել ենք 2 ծրագրերի մասնակիցների, մեկը դա խաղային տեխնոլոգիաների ծրագիրն է։ Մասնակից երիտասարդները սովորել են, թե ինչպես ստեղծել խաղեր, ինչպես դրանց միջոցով բարձրացնել տարբեր հարցեր ու փնտրել լուծումներ։ Մյուս ծրագիրը վերաբերում է կիբերանվտանգությանը, որի նպատակն էր սովորեցնել համացանցային անվտանգության կանոնները։ Կիբեր Նինջա կոչվող կիբերանվտանգության ծրագիրը մեկնարկել է 2024 թվականին։ Ծրագրի առաջին փուլում 20 երիտասարդներ ստացել են խորացված գիտելիքներ կիբերանվտանգության վերաբերյալ։ Ծրագրի երկրորդ փուլում մասնակիցների թիվը մի քանի անգամ ավելին է եղել։ Կիբերանվտանգությունը տեխնոլոգիական ոլորտում առաջնային ուղղություններից է։ Առցանց կյանքում եւս վտանգները քիչ չեն ու կարևոր է իմանալ, թե ինչպես պաշտպանվել դրանցից։ really from children and young people themselves. Երեխաներն ու երիտասարդներն առցանց անվտանգության խնդիր ունեն, հատկապես հիմա բավական տարածված է կիբերբուլինգը։ Մենք աշխատում ենք տարբեր գործընկերների հետ, որ կարողանանք բավականաչափ տեղեկատվություն փոխանցենք այս ոլորտում։ Մեր աշխատանքն անմիջապես երեխաների ու դեռահասների հետ է, քանի որ նրանց ծնողները շատ հաճախ տեղեկացված չեն առցանց կյանքի վտանգների մասին եւ չեն կարող երեխաներին հմտություններ փոխանցել։ Ամբողջ մոլորակը բոլորս առցանց ենք եւ շատ ժամանակ ենք անցկացնում առցանց եւ պետք է ինֆորմացիայի առումով զինված լինենք, թե ռիսկերը որոնք են եւ ինչպես կարելի է դրանք կանխարգելել։ Ես ավելի դրական եմ տրամադրված Կիբերնինջա ծրագրի իրականացումից հետո, որ մեր ապագան հուսալի ձեռքերում է, հուսալի երիտասարդների ձեռքերում է, քանի որ տեսանք, որ նրանցից շատերը հետաքրքրված են ոլորտով, ուզում են մասնագիտանան ոլորտում։ Կիբեր Նինջա եւ Game Changers ծրագրերի շուրջ 200 մասնակիցներ ներկայացրին իրենց ավարտական աշխատանքները, որոնք թիմային աշխատանքի ու մտածելակերպի արդյունք են։ Լուսինե Հայրապետյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։